Բարի երեկո արգել հեռուստադիտող Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին։ Բարի երեկո, շնորհակալ եմ հարցազրույցի հրավեր ընդունելու համար։ Տիկին Բաղդասարյան, Սյունիքում վարչապետի հայտարարությունը կապված Ղարաբաղյան հակամարտության հետ, որ այն ճակատագրական սխալ է եղել եւ եթե Արցախը մերն էր, ապա ինչու այնտեղ դպրոց եւ մանկապարտեզ չէին կառուցում։ Ձեր ընդդիմախոսները այս հայտարարության համար բավական ակտիվ քննադատություն են անում եւ հարցնում են օրինակ, եթե մերը չէր, ապա այս տարիներին այսքան բազմաթիվ զոհերը ինչի համար են եւ արդյոք այս հայտարարությունը չի նսեմացնում պայքարի այն ճանապարհը, որ մեր ժողովուրդը մոտ 30 տարի անցել է, նաեւ դիվանագիտական ջանքերը, որը բացի Հայաստանից նաեւ գործընկեր այլ պետություններ են իրականացրել։ Վարչապետը նախորդին առիթ ունեցել է այդ հարցին անդրադառնալու, թերևս ավելացնելու ոչինչ չունեմ, բայց պետք է այստեղ արձանագրենք մեկ կարևոր հանգամանք, որ բառերի ետևում պետք է լինեն գործողություններ։ Իսկ ինչպիսի գործողություններ կային Ղարաբաղում այդ տարիներին, ինչպիսի բնակավայրերում տարբեր զարգացումներ կային, կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը ականատեսը եղել է։ Եվ թույլ տվեք նկատել, որ սա առաջին դեպքը չէր, որ պարոն վարչապետը նման հայտարարություն հնչեցնում է եւ հասկանում եմ, որ նախընտրական շրջան է, ցանկությունը շատ է ինչ-որ բաներ մանիպուլացնելու, բայց պետք չէ մութ սենյակում սև կատուն փնտրել, հատկապես երբ այնտեղ այն չկա։ Օրինակ երկրորդ նախագահը երեք իրենց ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե ձեր իշխանությունը ժամանակին հակաօդային պաշտպանության լավ միջոցներ ձեռք բերեր, ապա բայրակթարների դեմ հնարավոր կլիներ պայքարել եւ Արցախյան վերջին պատերազմն էլ նման ելք չեր ունենա, նաեւ անդրադարձան այն հարցին, որ մայիսի 28-ին նախատեսված շքերթը, այսպես ասած, ժողովրդի աչքերին թոս փչելու միջոց է։ Կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Գիտեք, ելի պետք է հղում կատարենք գործերին, այսինքն ընդհանուր ռազմարդյունաբերության ոլորտում ինչ ենք ունեցել մինչ 18 թվականը եւ 18 թվականից հետո, երբ բանակի կերպարանափոխումը մեկնարկեց եւ առ այսօր շարունակվում է, ինչպիսի նյութատեխնիկական հնարավորություն ունի բանակը, այդ թվում հակաօդային պաշտպանության ոլորտում։ Ինչ մնում է երկրորդ նախագահի հայտարարություններին, գիտեք, եթե հետևում ենք իր խոսքին, իր խոսույթին եւ այն նարատիվներին, որը տարածում է, նույն երկրորդ նախագահը կարծես թե ասում էր, թե ներկայիս տարածքներով պետք չէ բավարարվել, մենք սփյուռք ունենք եւ պետք չէ սահմանափակվել այն տարածքով, որը ունի Հայաստանը։ Ես չգիտեմ ինչին են միտված նմանատիպ հայտարարությունները, դա զուտ նախընտրական շրջանում պաթոս է, նախընտրական կենացների շարքից է, որը բնորոշ է եղել իր կառավարման տարիներին, թե պարզապես ժողովրդին մոլորեցնելու հերթական փորձ։ Օրինակ երկրորդ նախագահն ասում է, որ իր ղեկավարած տարիներին պատերազմ չի եղել, Հայաստանը անվտանգ է եղել, Արցախն էլ այս կարգավիճակում չի եղել։ Ես ուզում եմ ընդհանրապես նկատել, որ Ղարաբաղը բանակցային գործընթացից հենց երկրորդ նախագահի ձեռամբ եւ իր կառավարման տարիներին դուրս թողնվեց։ Այս ոսկե խոսքերին եւ այն իրողություններին, որը ունեցել ենք բանակցային գործընթացում, հակադարձել հնարավոր չէ։ Դուք բոլորը տեսել եք, որ ընդհանուր բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը հրապարակվել են եւ այն, ինչ այդ տարիներին խոսվել է, ներկայացվել է ժողովրդին, իրականում բանակցային գործընթացում արվել է ճիշտ հակառակը։ Կամ փաստաթղթեր եւ կներեք մինչ օրս ես այդ փաստաթղթերի հետ կապված որևէ հակադարձում չեմ լսել, որևէ պարզաբանում չեմ լսել, իսկ դուք հիշեք, որ նախորդող ժամանակահատվածում ասում էին դե բանը հրապարակեք թղթերը, պարզաբանումները, ինչ ենք բանակցել, հրապարակել ենք, բա թող խոսեն։ Վերջին օրերին նաև ակտիվ քննարկվում է Մոսկվայից հնչած հայտարարությունները, մասնավորապես այն մասին, երբ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի Եվրամիության կամ ԵԱՏՄ-ի հարցում եւ նաեւ այսպես ասած ժամկետներ էր նշում առաջիկա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որը կայանալու է այս ամսվա վերջին։ Վարչապետը իհարկե արձագանքել է այս հարցին, բայց արդյոք մտավախություն չկա, մենք այն ռիսկերը հաշվարկել ենք, որոնք ունենք օրինակ Մոսկվայի հետ հարաբերություններում եւ Արևմուտքի հետ հարաբերություններում։ Ինչպես ճիշտ նկատեցիք, վարչապետն արձագանքել է այս հայտարարությանը, ես պարզապես այս դրամաբանության մեջ շարունակելով պետք է նշեմ, որ Հայաստանը իսկապես իր բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությունն է վարում բոլոր գործընկերների հետ, այդ թվում
Ռուսաստանի Դաշնության հետ։ Եվ Հայաստանի գործողություններն իհարկե բխում են նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության շահերից, բայց մենք իհարկե հարգում ենք այն գործընկերային լավ հարաբերությունները, որոնք ունենք մեր Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ, նաեւ հաջորդիվ դուք երևի լսել եք Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակի մեկնաբանությունները, որոնք փորձում էին նաև այդ թվում ռուսական ԶԼՄ-ները որևէ կերպ մանիպուլացնել եւ հստակ արձանագրումներ կային, որ այն արտաքին քաղաքականությանը եւ այն մոտեցումները, որոնք ունի Հայաստանի Հանրապետությունը, բնականաբար Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տիրույթում են։ Եվ մենք էլ իհարկե մեր գործողությունները բխեցնում ենք հենց այս տեսակետից։ Մոսկվայից հնչած հայտարարությունները քաղաքական տնտեսական հետևանքներից բացի նաև անվտանգային որոշ հարցերի մասին էին բարձրաձայնում, եթե դեմ չեք ես մեջ բերեմ, հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը ծրագրում է Հայաստանին կտրել հուսալի անվտանգային համակարգից, բայց հույս են հայտնում, որ Հայաստանի ղեկավարությունը չի հարմարվի օտար աշխարհաքաղաքական խաղերին եւ կառաջնորդվի սեփական երկրի երկրաժամկետ ազգային շահերով։ Ես կարծում եմ, խոսելով անվտանգային խնդիրների մասին, մենք պետք է հենվենք փաստերի վրա։ Եվ փաստերից ամենախոսունը, թերևս այն խաղաղությունը, որն արձանագրված է, այն խաղաղությունը, որի արդյունքում ավելի քան 2 տարի մենք Հայաստան-Ադրբեջան հրաձգությունից չունենք զոհ կամ վիրավոր։ Անվտանգային ռիսկերը հաշվարկելիս մենք պետք է նաև շեշտը դնենք մեր դիվանագիտական հարաբերությունների վրա եւ ինչպես նախորդիվ նշեցի, մեր բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականությունը հենց միտված է դրան։ Նաև համավասար հարաբերություններ զարգացնել բոլոր բարեկամական երկրների հետ եւ այդ ամենը իհարկե բխեցնել Հայաստանի շահերից։ Քանի որ խոսեցինք Հայաստանի շուրջ անվտանգության մասին, տեսեք, քաղաքացիական պայմանագրի Հայաստանին վերաբերող անվտանգության ծրագիրը սկզբունքորեն հակառակ է ընդդիմադիր ուժերի ծրագրից։ Դուք առաջարկում եք, որ խաղաղության երաշխավորը Հայաստանն ու Ադրբեջանն են, ընդդիմությունն ասում է, որ այդ խաղաղության համար երաշխավորներ են պետք եւ հղում են անում, որ եթե այս պահին ձեր նշած 2 տարի խաղաղությունը սահմանին չեն կրակում, ինչ երաշխիք կա, որ վաղը չեն կրակելու եւ այդ պատճառով ասում են, որ ցանկալի է, որ միջազգային որևէ դերակատար լինի այդ խաղաղության երաշխավորին։ Ես եկեք ներկայացնեմ այն դրույթները, որոնք իրոք ամրագրված են մեր նախընտրական ծրագրում։ Խաղաղության երաշխավորությունը բխում է նաև մեր ժողովրդի գործողություններից։ Խաղաղությունը հենվում է զարգացած տնտեսության վրա, հենվում է արդյունավետ դիվանագիտության վրա եւ վերջին հերթին արդեն բանակի վրա, որովհետեւ եթե մենք առաջին հերթին հույսը դնում ենք բանակի վրա, ապա սա նշանակում է, որ այլ գործողություն չունենք։ Այստեղից են բխում մեր տրամաբանությունը։ Ինչ մնում է արտաքին երաշխավորների մասին եւ այն դրույթների, որը առաջ են մղում երագլուխ պատերազմի կուսակցությունները, մենք այդ երաշխիքները եւ երաշխավորների գործողությունները տեսել ենք։ Իդեպ, եթե չեմ սխալվում, երեք Սամվել Կարապետյանը նշում էր, որ երաշխավորները պետք է լինեն Միացյալ Նահանգները եւ Իրանը համատեղ։ Ես ուզում հասկանալ դրամաբանությունը, իդեպ լավ կլիներ, որ Իրանի Իսլամական Հանրապետության անվանումը ճիշտ նշվեր եւ չասվեր Պարսիկներ կամ Պարսկաստան, բայց դա իրենց տիրույթում է։ Եվ ես կարծում եմ, որ երբ որ արտաքին երաշխավորներ են փորձում, այս ամենը ոչ այլ ինչ է, քան խաղաղության հաստատուն հիմքերը խաթարելու հերթական փորձը, որը ես վստահ եմ ապարդյուն կլինի եւ դրա արդյունքը եւ դրա գնահատականը տալու է ժողովուրդը հունիսի 8-ին։ Տիկին Բաղդասարյան, գաղտնիք չէ, որ Բաքվից հաճախ հրապարակային հայտարարություններ են հնչում այն մասին, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը։ Պաշտոնական Երևանը սրան գիտենք, որ մի քանի անգամ արձագանքել է, որ սա մեր ներքին խնդիրն է։ Եւ իհարկե մեր ինքնիշխան որոշումն է։ Այնուամենայնիվ, եթե մենք գնում ենք Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհով եւ չունենք խաղաղության պայմանագրի երաշխավոր, եթե օրինակ հանրաքվեն ոչ է ասում սահմանադրության փոփոխությանը, մայրօրենքից անկախության հռչակագիրը հանելուն, սա չեք կարծում, որ օրինակ մի օր հնարավորություն կտա Ադրբեջանին նոր էսկալացիայի։ Եթե դուք ասում եք, որ հարևան երկրից հնչում են ինչ-որ հորդորներ սահմանադրության փոփոխության վերաբերյալ, մենք արձանագրում ենք, որ մեզ պետք է նոր սահմանադրություն եւ ոչ թե փոփոխություն։ Եվ իհարկե գնում ենք հենց այդ ուղով։ Ես վստահ եմ, որ Ես ասում եմ նոր սահմանադրություն եւ առավել քան վստահ եմ, որ ընտրություններից հետո սահմանադրության նախագիծը արդեն իսկ կհրապարակվի, աշխատանքներ տարվել են, արդարադատության նախարարը առիթ ունեցել է այս մասով խոսելու եւ մեր ժողովուրդը կտեսնի թե ինչ է առաջարկում կառավարող ուժը։
Ինչ վերաբերում է ձեր ասած սցենարներին, գիտեք, կանխավարկածներով առաջնորդվելը եւ եթեների դաշտ ընկնելը ապաշնոր գործ է։ Ես առաջարկում եմ հենվենք փաստերի վրա եւ մոտ ապագայում կտեսնենք իրողությունը։ Խորհրդանական ընտրություններին հաշված օրեր են մնացել, Տիկին Բաղդասարյան, եւ առաջիկայում Եվրամիության դիտորդները պետք է Հայաստանում լինեն։ Ընդդիմությունն ասում է, որ սա մեր երկրի ներքին գործերին միջամտելու փորձ է եւ արդյոք մենք, այսպես ասած, մեր ներսում չենք կարողանում դիտորդական առաքելություն իրականացնել, որպեսզի պարզ թափանցիկ ընտրություններ տեղի ունենան։ Ինչու են Եվրամիությունից դիտորդներ գալիս։ Գիտեք, ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը, այլ երկրներից դիտորդական առաքելություններ մշտապես եղել է այս պնդումը զավեշտի է վերածվում եւ Հայաստանը այդ թվում տարբեր երկրներում իթիվս եվրոպական երկրների դիտորդական առաքելություն իրականացնում է։ Իհարկե մենք ունենք նաև դիտորդներ, որոնք ներսից են, ունենք դիտորդներ, որոնք աֆիլացված են այս կամ այն ուժի հետ, եւ եթե հիշում եք, ոչ վաղ անցյալում, ընդամենը ամիսներ առաջ Ազգային ժողովը օրենսդրական փոփոխություն իրականացրեց, որ որոշ քաղաքական ուժերի արբանյակ դիտորդները չկարողանան գործունեություն իրականացնել։ Ես հասկանում եմ, որ դա իրարանցում է ստեղծել իրենց հաշվարկների դաշտում, բայց անկախ դիտորդական առաքելությունների զեկույցները, վկայակոչած կարծիքները կասկածի տակ դնելը ի սկզբանե արդեն իսկ մտահոգիչ է ինձ համար թվում։ Ես գիտեմ ինչին եմ միտված, բայց Հայաստանի բոլոր ընտրություններում մշտապես եղել են դիտորդական առաքելություն։ Ես չեմ հասկանում, թե այս խոսույթը որտեղից է ձևավորվել եւ որտեղից են ծնվում մեր ընդդիմադիր գործընկերների վախերը, չնայած կարելի է ենթադրել։ Դուք հաճախ նաև խոսում եք հիբրիդային պատերազմի, հիբրիդային սպառնալիքների մասին, մենք գտնվում ենք ակտիվ ներքաղաքական շրջանում, ունենք հակահետախուզության ծառայություն։ Արդյոք տվյալներ ունենք, թե հիբրիդային պատերազմի վտանգը կոնկրետ որ երկրներից է ուղղված Հայաստանի դեմ եւ ինչ նշանակություն ունի գործնական։ Գիտեք, ցանկացած գործողություն, որը միտված է Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդեցություն ունենալու, ինքնին հիբրիդ է։ Հիբրիդային պատերազմները դրսևորում են մի քանի տեսակետով, այսինքն հիբրիդային գործողություններ գետնի վրա, ապա տեղեկատվական արշավներ, որին կարող ենք մենք ականատեսը լինել եւ վստահ եմ, որ դուք էլ չեք հերքի, հիբրիդային գործողությունների տրամաբանություններից են տարբեր կիբերհանցագործությունները, կիբերհարձակումները, որոնք մենք տեսնում ենք, եւ գործողություններ, որոնք ֆինանսական ոլորտում են, ֆինանսական մեքենայություններ։ Ես թերևս ինձ իրավունք վերապահեմ եւ խոսեմ ապատեղեկատվության մասով, քանի որ Բարձեի վարչապետի խոսնակ լինելուց նաեւ համակարգում եմ ընդհանուր այս ոլորտը կառավարությունում եւ նշեմ, որ հատկապես վերջին 1 շաբաթվա ընթացքում ահագնացել են այն տեմպերը, այն ապատեղեկատվական արշավների, որի մենք տեսել ենք նախորդող 10-11 ամիսների ընթացքում, եւ եթե մենք հերքումների տրամաբանությամբ գնանք, ապա շատ դժվար է յուրաքանչյուր օր արձանագրել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն բարեխիղճ լրատվամիջոցներին, որոնք արձագանքում են եւ պատասխանատու քաղաքացիները, քաղաքասարակությունը, լրատվամիջոցները նույնպես կարևոր կանխարգելող դեր են խաղում հիբրիդային սպառնալիքների ոլորտում, որովհետև դա խնդիր է, որը առնչվում է մեզանից յուրաքանչյուրին։ Կառավարությունը ունի այնպիսի գործիքակազմ, որ կասեցնի նման հարձակումները, պայքարի դրանց դեմ։ Ապատեղեկատվական արշավների դեմ մենք հենց այդ մեխանիզմով ենք առաջ գնում, այսինքն այնպիսի ապատեղեկատվական արշավներ, որոնք սկիզբ են առնում Telegram-յան ալիքներում կամ X-ում կամ Meta-ում, Facebook եւ այլ սոցիալական ցանցեր, Հայաստանի կառավարությունը ուղիղ շփումներ ունի այդ սոցիալական ցանցերի հետ եւ եթե բավարար ապացուցողական բազա կա, նաեւ կան մեր անկախ լրագրողների հետաքննական նյութերը, այդ նյութերը հեռացվում են համացանցից, վերջերս մեկը իմ գրավոր դիմումի հիման վրա։ Իսկ կոնկրետ օրինակ երկրների ցանկ կնշեք, որ երկրներից է հատկապես ուղղորդվում։ Գիտեք, երկրների մասին խոսելուց աշխարհագրությունը մեծ է, որովհետև ցանկացած պարագայում դուք գիտեք, որ ցանկացած դոմեին կարելի է VPN-ով գրանցել ցանկացած երկրից։ Եվ այստեղ աշխարհագրության մասին խոսելիս կարող է հարևան երկրից լինի, կարող է եվրոպական երկրից լինի, շատ հաճախ Ռուսաստանի Դաշնությունից, բայց խոսել կոնկրետ մեկ թիրախի մասին շատ բարդ է։ Խնդիրը մեր ներքաղաքական խնդիրների միջամտությունն է արտաքին, եւ այս կոնտեքստում չկա մեզ համար որևէ երկիր, որը հատկապես կառանձնացնենք, չնայած բաց աղբյուրները եւ լրագրողական հետաքննությունները որոշակի վիճակագրություն ցույց են տալիս։ Տիկին Բաղդասարյան, քանի որ ի պաշտոն եք դուք նաև շփվում եք գրեթե ամենօրյա ռեժիմով բոլոր լրատվամիջոցների հետ, այ կխնդրեի արձագանքել, օրինակ նախընտրական ակտիվ այս շրջանում հայաստանյան զանգվածային լրատվության միջոցները կարողանում են հավասար եւ թափանցիկ տեղեկատվություն ապահովել բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք հայտ են ներկայացրել 2026-ի խորհրդանական ընտրությունների համար։
Գիտեք, շատ կդժվարանամ ասել, որովհետև այս պահին ես ի պաշտոնե արձակուրդի մեջ եմ գտնվում որպես խոսնակ եւ ընտրապայքարին ներգրաված եմ առավելապես որպես թեկնածու։ Հավասարության մասին դժվար է ասել, որովհետև մեր ընդհանուր լրատվական դաշտը բավականին բևեռացված է եւ դուք նկատել եք, որ շատ հաճախ քաղաքական, ինչու՞ չէ նաեւ ֆինանսական որոշակի բուրգերի հետ աֆիլիացվող լրատվամիջոցներ կար, որոնք ի բնե չեն կարող լինել չեզոք կամ անկախ։ Եվ թերևս մենք այստեղ խնդիր ունենք լրատվության ոլորտում որոշակի օրենսդրական փոփոխություն անել, ինչպես զանգվածային լրատվության մասին օրենքում, այդպես էլ տեսալսողական մեդիայի մասին օրենքում, որովհետև գիտեք, որ ֆինանսական թափանցիկության մասին թեև օրենսդրական դրույթները կան, բայց այնուամենայնիվ թափանցիկության մասին խոսելը շատ վաղ է։ Ինչպես եք կարգավորելու այս հարցը, երբ եք պարզելու, որ օրինակ որ լրատվամիջոցը ինչ հրապարակում արեց, որտեղից սնվեց եւ այլն, որովհետեւ սրա հետ կապված նաեւ ձեր թիմակիցներն են վերջին օրերին հայտարարություններ անում եւ եթե չեմ սխալվում, ֆինանսների նախարարն ու ազգային ժողովի փոխնախագահը հայտարարեցին անկախ մեդիա ստեղծելու մի նոր ծրագրի մասին, որը իրենից ենթադրում է, որ Հայաստանի քաղաքացին կարող է իր հարկերով, այսպես ասած, որոշել, թե որ լրատվամիջոցն է օբյեկտիվ, որ լրատվամիջոցներին է ուզում ինքը հետևել կամ ոչ։ Ես կարծում եմ, որ եթե նման մեթոդ եւ մոդել գործի Հայաստանում, դա շատ լավ կլինի, որովհետեւ այդպիսի կարգավորումներ կան այլ երկրներում եւ թույլ տվեք նկատել, որ վերջերս էլի մեր անկախ լրագրողները բավականին լայն ուսումնասիրություն էին իրականացրել, որտեղ նշել էին, թե լրատվամիջոցների իրական սեփականատերերը ովքեր են։ Դուք գիտեք, որ օրինակ օրենսդրությամբ կարգավորված է, որ լրատվամիջոցը չի կարող պատկանել դիցուկ ազգային ժողովի падգամավորներին, քաղաքական որոշակի պաշտոն զբաղեցնող անձանց, բայց մենք շատ հաճախ տեսնում ենք, որ լրատվամիջոցները աֆիլիացված են կուսակցությունների հետ եւ այդ մասին լրվում է։ Եվ կան իհարկե լրատվամիջոցներ, որոնք այս կամ այն կերպ ասոցացվում են կուսակցության հետ եւ դրա մասին բաց է խոսվում։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալու պարզ եւ բաց տեղեկատվություն։ Դա նաեւ որոշակիորեն ամրագրված է մեր սահմանադրության մեջ։ Եվ եթե այդ մեթոդը գործի, յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա իր գրպանից վճարել եւ պահանջել օբյեկտիվ տեղեկատվություն։ Անկեղծ ասած, տեղյակ չեմ հայտարարությանը, որը ֆինանսների նախարարը եւ իմ գործընկեր պարոն Ռուբինյանը ներկայացրել են, բայց կարծում եմ, որ իրագործելի մոդելը բնականաբար լայն հասարակության հետ քննարկության, այդ թվում շահագրգիռ անձանց հետ քննարկման արդյունքում կարելի է գտնել լավագույն մոդելը։ Տիկին Բաղդասարյան, մենք շատ հաճախ ենք լսում, որ մամուլը Հայաստանում այնքան ազատ չի եղել, որքան այժմ է, բայց լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության ինդեքս 2026-ը, որտեղ Հայաստանը զիջել է իր դիրքերը եւ 34-րդ հորիզոնականից հայտնվել է 50-րդ տեղում։ Սա ըստ ձեզ ինչով է պայմանավորված։ Եթե նկատել եք մամուլի ազատության ինդեքսը ընդհանրապես նախորդ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում է գահավիժել։ Խնդիրը ես վստահ եմ, որ զեկույցը դուք ընթերցել եք եւ զեկույցի տողերում առաջին հերթին գրված է ապատեղեկատվական արշավները։ Այսինքն անկախ մեդիան այդքան պաշտպանված չէ, որովհետեւ ապատեղեկատվական արտաքին միջամտությամբ արշավները խաթարում են ընդհանուր բազան։ Երկրորդ խնդիրը ես արդեն այդ մասին խոսեցի, ֆինանսական անկախությունն է եւ ֆինանսական թափանցիկությունն է, եւ զեկույցում նշված էր, որ թեև Հայաստանը բավականին օրենսդրական ջանքեր գործադրել է, որպեսզի ֆինանսական թափանցիկությունը պարզ լինի, բայց այնուամենայնիվ շատ լրատվամիջոցներ աֆիլիացված են օլիգարխիայի հետ եւ որոշակի քաղաքական ուժերի հետ։ Իհարկե այս խնդիրները լուծումներ են պահանջում եւ ես լիահույս եմ, որ առաջիկայում օրենսդրական փոփոխությունները կբերեն լավարկում այս ոլորտում։ Տիկին Բաղդասարյան, այսօր հակակոռուպցիոն կոմիտեն կրկին ձայնագրություններ էր հրապարակել, որտեղ քաղաքական ուժերից մեկի օգտին հանրահավաքների մասնակցելու համար նյութական շահագրգռության ինչ որ հարցեր էին քննարկվում։ Տեսեք, ես հասկանում եմ, որ դուք այս հարցին կարող եք պատասխանել, որ մենք իրավական գործընթացներին քաղաքական իշխանությունը չի մասնակցում, բայց տեսեք, ընդդիմությունը, ձեր ընդդիմախոսներն ասում են, որ երբ նման խոսակցություններ օրինակ հրապարակում են ընդդիմադիր դաշտի հետ կապված որոշ տեղերից հետևանքներ են ունենում։ Օրինակ ուժեղ Հայաստանը դեպքեր մեջ բերել, երբ բարեգործության արգելքը խախտել էին իրենց ներկայացուցիչները եւ քաղաքապետը։ Մեկ այլ դեպքով, երբ Թալինի քաղաքապետն էր սոցիալական աջակցության ծրագիր իրականացրել նախընտրական այս շրջանում, բայց հակակոռուպցիոնը ոչ մի արձագանք։ Սա կխնդրեմ մեկնաբանել։ Ձեր ասած դեպքերը մի փոքր պետք է դիտել իրական գործողությունների մեջ։ Տեսեք, կան դեպքեր, որոնք այժմ դիտորդական առաքելությունները
բողոք են ներկայացրել եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիտարկում է արդյոք այստեղ կոռուպցիոն ռիսկ կա թե չէ։ Մնացած դեպքերում, ինչպես քննչական կոմիտեն, այդպես էլ հակակոռուպցիոն կոմիտեն, եթե կա հանցակազմ, ապա իհարկե վարույթ հարուցվում է։ Այստեղ թույլ տվեք դիտարկումը ներկայացնել ավելի մասնագիտորեն որպես իրավաբան, հանցակազմի պարագայում է քրեական վարույթ հարուցվում եւ նախաձեռնվում է քննություն։ Եվ իհարկե դուք իրավացի եք, որ ես այստեղ զերծ կմնամ որոշակի գնահատական տալու, որովհետև ընդհանրապես իմ խոսքը կարող է դիտվել քաղաքական ուղղորդում այս կամ այն կողմից, այնպես որ ես վստահ եմ, ապավինում եմ մեր իրավապահ ոլորտի պրոֆեսիոնալիզմին եւ վստահ եմ, որ արդյունքները չեն հիասթափեցնի անգամ մեր ընդդիմադիր գործընկերներին։ Այսօր քարոզարշավի 5-րդ օրն է, իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների այսօր Շենգավիթում եք եւ մեր ավանդական հարցը հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացին ինչու պետք է ձայնը տա քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Հայաստանի քաղաքացին ընդամենը հունիսի 7-ին տեր է կանգնելու խաղաղությանը, ինչպես ես եւ ինչպես դուք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։